Բարև ձեզ, այսօր խոսելու ենք զեղչերից։ Մոտենում է տոնական շքերթը, կանանց նվիրված միամսյակը եւ բնականաբար խանութներում կհայտնվեն վահանակներ, որոնք կհայտարարեն աննախադեպ զեղչերի մասին եւ հենց այդ է պատճառը, որ այսօրվա հաղորդումը նվիրել ենք դրան, որպեսզի բոլորդ իմանաք ինչպես պետք է պաշտպանվել, ինչ է պետք իմանալ, ինչին ուշադրություն դարձնել եւ Աստված միան ասե, եթե գնումը կհարամեն, տոնական տրամադրությունը կփչացնեն իրենց անբարեխիղճ գործունեությամբ ում դիմել։ Իսկ մինչև ընդհանուր նկարագրությանը ուզում եմ ասել, որ ցավոք երկար տարիներ ոլորտը մնացել էր վերահսկողությունից դուրս եւ շատերիս մոտ, այսպես ասած, ակցիաների եւ զեղչերի նկատմամբ վերաբերմունքը փոխվել էր եւ մեր հայրենակիցների շատերը հիմա էլ կարծում են, որ այսպես ասած ակցիան զեղչը դա ձևական է եւ երբ էլ ցանկանաս նույն գնով ապրանք կարող ես գտնել։ Արագ ասեմ, որն էր դրա պատճառը, որովհետև երբ չկա այն իրավակարգավորումներ, բիզնեսը օրինակ որևէ վերնաշապիկ, որը վաճառում էր 10,000 դրամով, ակցիաներից առաջ այս վերնաշապիկի համար 1 օր առաջ սահմանում էր 20,000 դրամ գին։ Հետո այս 20,000 դրամի վրա կիրառում էր օրինակ 40% զեղչ, եւ ինչպես կնկատեք, հիմա 20,000 դրամում մենք 40% կզեղչենք, 8,000 դրամ եւ կունենանք 12,000 դրամ արժեք։ Այսինքն իրականում 10,000 դրամը դառնում էր 12,000 դրամ զեղչի ընթացքում, դեռ մի բան էլ անունը դնում էին զեղչ։ Ամենատպավորիչ ահազանգը, որ մենք ունեցել ենք, դա 3 կամ 4 տարի առաջ էր Սև ուրբաթին մեր հայրենակիցներից մեկը խանութում տեսել էր կոշիկ, Սև ուրբաթին գնացել էր, անտանելի հերթ էր, մի կերպ հայտնվել էր խանութում, մի կերպ գտել էր այդ կոշիկը եւ տեսել էր, որ կոշիկը 35% զեղչով 30,000 դրամից դարձել է 36,000 դրամ։ Այո, այսպիսի վերաբերմունքը բնականաբար բերելու էր մարդկանց մոտ այնպիսի տպավորության, որ զեղչեր չկան, դա միֆ է, բայց ասեմ, որ բարեբախտաբար այլևս ունենք իրավակարգավորումներ, որոնք պետք է կարգավորեն այս ոլորտը եւ նաեւ կան կառույցներ, ովքեր պարտավոր են զբաղվել խնդրով, բայց հանուն արդարության ասեմ, որ նույն այս վերջին Սև ուրբաթին մնացին միայն կատակները Ռոբինզոնի հետ կապված, իսկ բուն ահազանգերի հետ կապված ունեցել ենք ընդամենը 2 ահազանգ, որոնցից մեկը անգամ բովանդակային իմաստով խախտում չէր, խոսեմ այսօր նաեւ դրա մասին։ Ինչ է պետք իմանալ, ինչ է փոխվել, Առաջինը, որ ուզում եմ իմանաք, դա այն է, որ այսուհետ զեղչը կիրառվում է ոչ թե պարզապես նախորդ օրվա գնի նկատմամբ, այլ վերջին 1 ամսվա ընթացքում ապրանքի միջին գնի նկատմամբ։ Ավելի պատկերավոր որպեսզի լինի, բացատրեմ, այսինքն խանութը եթե ամբողջ ամսվա ընթացքում այս ապրանքը վաճառել էր 10,000 դրամով, հիմա եթե մի օր առաջ անգամ ապրանքի գին ինքը սահմանել էր 20,000 դրամ, միևնույն է, ամսվա միջին կտրվածքով այս ապրանքի գինը մոտ է լինելու 10,000 դրամին, ել չասեմ, որ եթե որևէ ծանոթի վաճառել է օրինակ 10% զեղչով 9,000 դրամով, այս գումարն էլ կգա կմտնի միջին գնի մեջ եւ արդյունքում զեղչը կիրառվի անգամ 10,000 դրամից ավելի ցածր գնի նկատմամբ։ Եվ ավելին տնտեսվարողը պարտավոր է տրամադրել տեղեկություն, թե որ գնի նկատմամբ է կիրառում զեղչը եւ այս հայտարարությունները, որոնք որ կան, պետք է լինեն ընթեռնելի։ Այսինքն, եթե դուք որևէ դեպքում նկատում եք, որ ակնհայտ գիտեք, ապրանքի գինը եղել է օրինակ ամբողջ ամսվա ընթացքում 10,000, հիմա զեղչը հաշվարկում են 12,000-ից, ապա կարող եք ահազանգել թե մեզ, թե սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող որևէ այլ կազմակերպության, ինչպես նաև կարող եք դիմել պետական լիազոր մարմնին, ով պարտավոր է նաև գործունեություն ծավալել այս ոլորտում, իր լիազորությունների շրջանակն է եւ հանուն արդարության ասեմ, որ վերջին տարիներն այս իմաստով իրենց մոնիտորինգներն են նաև ապահովել այս արդյունքը, ոչ միայն իրավակարգավորումները, մրցակցության պաշտպանության հանձնաժողովի եւ կարձանագրվի դեպքը։ Եկ խախտումը նաև վարչական պատասխանատվություն կիրառվի տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ։ Այլ ինչ պետք է իմանաք, որ իրավունք չունի այլևս խանութը ասել մինչև 90% զեղչ ու դուք գնաք խանութ տեսնեք, որ ընդամենը մեկ ապրանք է, որը զեղչվել է 90%-ով։ Առնվազն ապրանքների 1/5-ը, այսինքն 20%-ը պետք է լինի 90% զեղչված կամ 50% զեղչված, որպեսզի տնտեսվարողը կարողանա այդ առավելագույն շեմը օգտագործել իր հայտարարության մեջ գովազդում, որ իր մոտ գործում է մինչև
90% զեղչ։ Շատ կլինեն նաև հայտարարություններ, որոնք կլինեն մոլորեցնող, այսինքն տեսնեք եւ անգամ հայտարարության մեջ կմոլորվեք, եթե նմանատիպ, մոլորեցնող, անհասկանալի եւ խճճող բնույթի հայտարարություն կտեսնեք գովազդի հետ կապված, ապա եւս պետք է իմանաք, որ գործ ունենք։ Խախտման հետ նաև ցանկանում եմ հիշեցնել, որ անկախ նրանից ապրանքը զեղչված է, ապրանքը զեղչված չէ, այն իրավունքները, որոնք սահմանված են ձեր համար, շարունակում են գործել, սկսած ապրանքի վերադարձնելուց, վերջացրած փոխարինելու իրավունքով, այսինքն ապրանքը զեղչել ենք, չենք կարող հետ ընդունել ձևակերպումն ընդունելի չէ, բայց մյուս կողմից, եթե ապրանքը ձեռք եք բերել էժան, եթե վերադարձի պահին խանութում թանկ է, չի նշանակում, որ խանութը ձեզ ավել գումար է վերադարձնելու, ու դրա համար խնդրում եմ նաև պահեք ՀԴՄ կտրոնները, որովհետև ՀԴՄ կտրոնը պարտադիր պահանջ է ապրանքը վերադարձնելու համար։ Եվ իհարկե օրենսդրական կարգավորումից կցանկանամ առանձնացնել տառաչափերի հետ կապված հայտարարության բնույթի հետ կապված իրավակարգավորումը, ինչ էր տեղի ունենում ժամանակին, կհիշեք շատ փոքրիկ տառերով գրում էին մինչև, բայց մեծ տառերով կամ մեծ թվերով նշում էին այն, ինչը որ իրենց համար ավելի կարևոր էր, նոր իրավակարգավորմամբ ամենամեծ եւ ամենափոքր տառաչափի բովանդակությունն արտացոլող, հարաբերակցությունը պետք է լինի 1:2-ի, այսինքն չի կարող տառաչափը 2 անգամից ավելի մեծ լինել, եւ եթե կտեսնեք նաեւ այդպիսի մոլորեցնող տառերով հայտարարություններ, որոնցով հետո կփորձեն ձեզ մոլորեցնել, որ տեղեկացրել են, այդ մասի եւս կարող եք արձանագրել։ Ինչևէ, բացի այս իրավակարգավորումները եւ այն խնդիրները, որոնք կարող են ծագել, շատ կարեւոր է նաեւ իմանալ այլ բան։ Ես արդեն նշել էի, որ կխոսեմ մեր վերջին ահազանգի հետ կապված, որտեղ խախտման հետ գործ չունենք, մեր քաղաքացին տեսել էր, որ խանութը զեղչով ապրանքը վաճառում է 8000 դրամ, մինչդեռ կողքի խանութը նույն ապրանքը վաճառում է առանց զեղչի 7500 դրամ։ Արդյոք գործ ունենք խախտման հետ, թե ոչ, բնականաբար այս հարցը առաջացել էր քաղաքացու մոտ, որովհետև լավ որոնելուց հետո անգամ ավելի էժան էր գտել առանց զեղչի, այսպես ասեմ, ցավալի է, բայց չունենք խախտման հետ գործ, ինչու, որովհետև այս խանութները նույն ժամանակահատվածում աշխատել են տարբեր գներով։ Այն խանութը, որը որ վաճառում էր արդեն 8000 դրամով, ամբողջ ամիս ապրանքը վաճառել էր 10000 դրամով։ Եվ իսկապես այդ պահին նրա մոտ գործում էր 20% զեղչ, որի արժեքն է, եւ զեղչով արդեն ապրանքի արժեքը կազմում էր 8000 դրամ։ Իսկ այն խանութը, որովհետև եղել էր 7500 դրամ, այդ խանութում միշտ էլ եղել էր 7500 դրամ, եւ եթե օրինակ նա էլ կիրառեր 20% զեղչ, իր մոտ պետք է դառնար 6000, բայց չի կիրառել զեղչ, եղել է 7500 դրամ։ Ինչու բերեցի այս օրինակը, որպեսզի իմանաք մի բան, եթե ապրանքը զեղչված է, դա դեռ չի նշանակում, որ դուք շուկայում ավելի էժան չեք գտնելու։ Հատկապես այս օրերին, երբ միամսյակ է, ավելի երկար ժամկետ ունեք, կարճ ժամկետներով շատ դեպքերում ակցիաները չեն հայտարարվում, պետք չէ շտապել ու միայն, այսպես ասած, բարձր տոկոս տեսնելով, որ այս խանութում 50% զեղչ է, կարծել, որ դուք ձեռք եք բերում ապրանք, հետո հիասթափվեք, որովհետև կողքի խանութում նկատեք, որ այդ ապրանքը վաճառվում է շատ ավելի մատչելի։ Ավելին, փոխվել է դարաշրջանը, գիտենք արդեն, որ շատերս ընտրությունը կատարում ենք ոչ թե խանութ այցելելուց, այլ անգամ on-line հարթակներում, անգամ սոցիալական ցանցերում են անընդհատ գովազդներ բերում, եւ անգամ որոշ դեպքերում անհայտ ծաղկման ընկերություններ գրում են աննախադեպ գին, ակցիա 90% զեղչ 24000 դրամ, հետո նույն Վալբրիսում, Օզոնում կամ այլտեղ տեսնում ես, որ այն ապրանքը, որ այսպես ասած աննախադեպ զեղչով վաճառվում էր 24000 դրամով, այնտեղ կգտնես 19000 դրամով, 15000 դրամով անգամ, էլ չասեմ նույն խոշոր խանութների հետ կապված այսպիսի գնային տատանումներ կարող են լինել։ Իդեպ նույն հայտնի ցանցերում ապրանքը կարող է լինել ինչպես ավելի թանկ, այնպես էլ ավելի էժան։ Ինչու եմ ես այս ամենին այսքան մանրամասն ուզում ձեզ ներկայացնել, որովհետև ունեք ժամանակ ընտրելու, երկար նայեք գները, առաջարկները շատ են, մոլորեցնող առաջարկները շատ են, օրենսդրական կարգավորումները որքան էլ ուզում եք գան, նույն բիզնեսը օրենսդրության հետ կապված այլ լուծումներ գտնում է, որպեսզի հնարավորինս իր ծառայությունը դարձնի ակտուալ, սկսած այն կարմիր գույնից, որ ընտրում են, որ ձեր քաշի դեպետ, վերջացած այլ պահկված հայտարարություններ, որոնց դեմ ցավոք սրտի լուծումներ չունենք ոչ միայն մենք, Հայաստանը, այլ նաև աշխարհը, որովհետև դա էլ մարքեթինգ է իր կանոններով, որը անելու է ամեն բան։
Եվս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել եւ առիթից օգտվելով նաեւ շնորհավորել բոլոր կանանց, մայրերին, քույրերին, աղջիկներին գալիք տոների կապակցությամբ մի մասի համար կլինի աշխատավոր կանանց օր, որովհետեւ մարտի 8-ը այդպես սկսեց, մի մասի համար կանանց իրավունքների պաշտպանության օր, իսկ մի մասի համար պարզապես կանանց երջանիկ լինելու եւ կանանց մեծարելու օր եւ անկեղծ հանգանում եմ, որ ոչ միայն լինեք առողջ, այլ լինեք այնքան երջանիկ, որ անգամ միամսյակի կարիք չունենաք, որովհետեւ մնացած օրն էլ եք երջանիկ եւ արդեն սպառողների շահերի պաշտպանության տեսանկյունից ուզում եմ, որ երբևէ որևէ գնում բացասաբար չհազդի ձեր տրամադրության վրա։ Շնորհակալություն, իրաձեկ սպառող հաղորդաշարի ընթացքում դեռ կհանդիպենք, բաժանորդագրվեք մեր ալիքին եւ կլինեք տեղեկացված սպառողական ոլորտի ամենատարբեր խնդիրներից։